Սա հերթական ձախողումն է Հայաստանի իշխանությունների եւ մասնավորապես դիվանագիտության։ Միակ հիմնավորումը, որ արտգործնախարարը բերեց, որ մեզ անհրաժեշտ է խաղաղություն։ Դա բխում է Հայաստանի շահերից, այսինքն Ադրբեջանը ինչ պարտադրել է, այս իշխանությունները համաձայնեցրել են, եւ հիմա այս իշխանությունները շանտաժի են ենթարկում Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ համայն հայությանը, որ եթե հանկարծ մենք Ադրբեջանի պանջներին չենթարկվեինք, պատերազմ կլիներ։ Թե Տիկին Վարդանյան, Քրիստինեն, թե ես երկու անգամ այդ հարցը տվեցինք, նշեք գոնե մի հարց, որում Ադրբեջանը գնացել է զիջումների, որպեսզի կարողանանք ասենք եղել է փողզիջում։ Ալմաթայի մասին առաջին Ադրբեջանն էր խոսում դեռևս 2008 թվականի դեկտեմբերի 29-ին, այդ փաստաթուղթն էլ կա։ Եվ այնտեղ վարչական սահմանների մասին ընդհանրապես խոսք չկա, այսինքն եթե արտգործնախարարը չի կարողանում մի զիջում ներկայացնել Ադրբեջանի կողմից, ինչի մասին է խոսքը։ Ձախողում այն առումով, որ ինչպես դուք եք պնդում, դա միակողմանի կատարված պահանջների փաստաթուղթ է։ Այո, հայկական որևէ պահանջ, որ Ադրբեջանը համաձայնվել է, որին Ադրբեջանը զիջել է, չենք տեսնում։ Այսինքն փողզիջում չի կարելի կոչել մի գործընթաց, որտեղ մի կողմը անընդհատ զիջում է։ Այսինքն հիմա որ պարոն Խաչատրյան։ Դե գիտեք ինչ է, եթե ես ձեզանից ձեր միկրոֆոնը ուզեմ, դուք առանց վարանելու տակ սիրահորժար մի հատ էլ բանտիկ կապեք, ես կարիք չեմ ունենա ուժով պոկելու, ինչ ուզելա տվել են։ Այսինքն պետք է չստորագրվի հիմա այս փուլում, համաձայնեցված է։ Մի րոպե մի հարցին պատասխան։ Ինչ է կարծում, հիմա մենք ունենք այս իրավիճակը, ինչ պահանջել են, ինչպես նշում եք, կատարում է Հայաստանը, ինչպես պետք է անենք, այսինքն չստորագրվի այս փուլում եւ ընդդիմությունը ինչ է անելու, որ այդ փաստաթուղթը չստորագրվի։ Նայեք, ադրբեջանցիները հայտարարել են, որ այս փաստաթղթի ստորագրման նախապայմանը սահմանադրական բարեփոխում բառը չեմ ուզում ասեմ, ադրբեջանական պահանջով սահմանադրության փոփոխություն։ Եվ ամեն ինչ պետք է անի, որպեսզի այդ թուղթը, որի նախագիծը միգուցե Բաքվում է գրվել եւ ուղարկվել է այստեղ, չանցնի։ Պարոն Խաչատրյան, Շուրջ ես մի հոգու եմ կարող լսեմ էլի միաժամանակ։ Մյուս թիմը խորհրդարանական մյուս գործընկերները, հանրապետականները արդեն հայտարարել են, որ սա երկրորդ կապիտուլյացիան է։ Կիսում եք նրանց դիրքորոշումը։ Ես եկեք ուրիշ երկրորդ թիմի որևէ կարծիք չմեկնաբանեմ։ Կապիտուլյացիա։ Փաստաթուղթը, որը մենք դեռ չենք տեսել, բայց այն ինչ որ մենք տեսել ենք, դա չգիտեմ 6-րդ վերսիաներ, 7-րդ վերսիաներ, Չէ, որը որ մենք ենք տեսել։ Կարծեմ վերջի վերսիան 8-րդն է, որը տեսել ենք։ Դրանից հետո ադրբեջանական պահանջների մենյուն լայնացել է, ես չգիտեմ հիմա այնտեղ ինչ թուղթ կա, բայց այն ինչ որ ես եմ տեսել, այն ինչ որ մենք ենք տեսել, խաղաղության որևէ տար իր մեջ չի պահպանում։ Դա միանշանակ ադրբեջանական պահանջներ են։ Եթե այդ ամեն ինչը ստորագրվի, եթե ադրբեջանական մյուս պահանջներին ենթարկվեն, բայց չէ, թե ոչ կապիտուլյացիա։ Երեք Արայք Հարությունյանը գրառում էր արել, որ Հայաստանի որևէ իշխանություն նախկինում դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը միջևերջ տանելու, այն մեկը սիրահարված թողեց գնաց, նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանին, մյուսները ֆռռցնելով ուրիշ բան բանակցելով, ուրիշ բան են արել, միայն Փաշինյանն է, որ այսպես դուխ է ունեցել այդ խաղաղության գործընթացը միջևերջ տանելու։ Այդ ով ասել կներեք։ Արայք Հարությունյանը։ Այսինքն ճշնամու առաջ ծնկի գալը դուխ է պահանջում, հա պարտվելը քաջություն է պահանջում։ Ձեզ այստեղ էլ ասեցին։ Ինչ ասեցին։ Գիտեք, բժշկության եւ քաղաքականության եւ ընդհանրապես բոլոր բնագավառներում կա մի մոտեցում՝ մի վնասիր։ Այսինքն եթե չես կարողանում իրավիճակը շտկել, ել ավելի մի փչացրա։ Հիմա եթե իրանք ինչ արեցին, իրանք ընդունեցին մի իրավիճակում առաջարկը, որը դրված էր սեղանին, դա կրակովի հունվարի 18 թվականի փաստաթուղթներ, ինքը դա կարդացել է, կապանում է կարդացել։ Հիմա մենք ինչ ունենք ելքում։ Դա դուխ էր պահանջում։ Պարոն Խաչատրյան, ինչու է հիմա շատ շտապում իրավիճակում դուք կարող եք Արարատ Միրզոյանն էլ ասաց 95-ին էլ կար ավելի լավ պայման, 95-ին լավ պայման չկար։ Հասկացա, բայց դա չի նշանակում 98-ին կար։ Որովհետև Ադրբեջանի հետ չկար ընդհանուր համաձայնության, բայց դա չի նշանակում, որ քո պահանջը այլ է եղել։
Լավ, այստեղ խնդիրը ի՞նչ է, դու առաջարկ ես ներկայացնում, միջնորդները համաձայն էին, Ադրբեջանը համաձայն չէր։ Հիմա այստեղ Ադրբեջանը պահանջարկ է ներկայացնում, պահանջ է ներկայացնում, համ ինքն համաձայն, համ դու ես ծնկի գալի։ Տարբերությունը դրանում է։ Ձեր հարցը ուղղակի ներողություն խնդրում։ Որ հարցին դրությունն է դա վերջնական ինչ-որ։ Այսինքն ես էլ եմ ասում, դուխ ունենալը դուխով գլխարկ դնելն է, կամ վրան մի լիտր դուխի փչելն է։ Դուխ ունենալը թշնամու դեմ պայքարելն է, որը ինքը չարեց։ Պարոն Խաչատրյան, դուք ասում եք, որ հիմա շատ շտապում են Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել այդ պայմանագիրը, որտեղ գիտենք այսպես գերտերությունների հետ կապված իրենք ուկրաինական հարցն են դեռ փորձում լուծել եւ հիմա շատ շտապում են Հայաստանն ու Ադրբեջանը, այսպես արագ այս պայմանագիրը ստորագրել։ Նայեք, Ադրբեջանի Թուրքիա-Ադրբեջան երկու պետություն միասկ, այդտեղ ես տարբերություն չեմ դնում, գոնե այս հարցում։ Փաշինյանը այո շտապում է, որովհետեւ Փաշինյանը ինքը եկել է իշխանության, խաղաղություն հաստատելու խոստումով։ Դա էր իր խոստումը։ Առաջի խոստումը 18 թվականին երջանկությունն է, 21 թվականին խաղաղություն հաստատելու խոստումն է։ Եվ հիմա ինքը տեստ մնացել է մի տարով ու մի քանի ամիս, իրան պետք է մի հատ թղթի կտոր, անկախ բովանդակությունից, որ ինքը Չեմբերլենի նման sense թափարի, ասի ես ձեզ խաղաղություն եմ բերել։ Բայց այդ թուղթը ինչ բերեց Եվրոպայի գլխին, Չեմբերլենի ստորագրած։ Նույնպես մի բան էլ սանցալացնա բերելու Հայաստանը։ Պարոն Խաչատրյան, Ադրբեջանը ուզում է ստորագրել, թե հա, ստեղ ուրիշ խնդիր է։ Ես կարծում եմ Ադրբեջանը դեռ փոչ է խաղացնելու, որովհետև իրենց հայտարարությունը, չէ, եթե տեքստը համաձայնեցված է, իրանք մի հատ նախապայման են բերել, հետո մի ուրիշ նախապայման 350,000 հոգի այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի վերադարձնա, որ ասում են Փաշինյանը թող հետը խոսա, որ այդ փաստաթղթում չկա, բայց ասես ամեն ինչ չի, որ այդ փաստաթղթով է կարգավորվում։ Այսինքն սա փաստաթուղթ է, որի ստորագրությունը կարող է կախված լինի այլ նախապայմաններից։ Այս ամենը կանխելու հետ կապված գործողություններ պլանավորվում է, որ պետք է իրականացվի հայտարարություններից բացի։ Տեղյակ կպայենք։ Հիմա դուք չեք ուզում։ Ուշացած չի լինի, պարոն Խաչատրյան, ուշացած չի լինի։ Ուշացած ինչից։ Որովհետև հիմա է ստորագրվում այդ պայմանագիրը, դուք ասում եք պլանավորվում։ Իշխանությունն է ասում, Ադրբեջանն է։ Տեսնենք, դրա մասին քննարկենք, տեղյակ կպայենք, ավելի մանրամասն։ Չեմ կարող հիմա դրա մասին խոսել։ Դուք ինձ ուզում եք, որ ես կա պատասխանեմ ամ ֆրակցիայի կամ կուսակցության անունից, եւ դեռ եղել է անդամներ քննարկում։ Որոշում չունեք, պարոն Խաչատրյան։ Իսկ հիմա դրա։ Իսկ մենք ինչ մեղք են գործել, որ ասում եմ, որ մեղք չունի, կարող է վրաց քարքցի, եթե այդ տրամաբանությամբ գնանք, չէ, մի րոպե էլի նարեք, թող տիկնոջ հարցին պատասխանեմ, հետո ձեր։ Գիտեք, եթե ես նույնիսկ հիմա ավետարան մեջ բերեմ, որ անմեղա թող վրաց քարքցի, կարող եմ օրինակ դրանով սահմանափակվել։ Այո, իհարկե, մեղավոր եմ եղել, որոշ հարցում նաև մեղավոր ենք եղել, որովհետև Նիկոլ Փաշինյանի նման կամ այդ քաղաքական ուժը դարձել է իշխանություն։ Կարող ենք տենց ասել, բայց բանակցությունները 18 թվականից սկսած, պատերազմը, յետպատերազմը, այդ ամբողջը ինքն է արել։ Հիմա ճիշտ ասում, ես ասում էի նշաձողը իջեցնենք։ Ասեց ինքը արեց, որևէ ընդդիմադիրի ոչ ասածը, ոչ արած իր վրա այդքան ազդեցություն չունեցավ, բացի այն, որ կարողացան գոնե կանխել։ Ներողություն, հետաձգել, որովհետև եթե չլինեին այդ փողոցային պայքարը, վստահ ես թուղթը իրանք շատ ավելի շուտ կանեին։ Բայց այդ երեսով են տալիս, որ երբ պատերազմի ժամանակ Փաշինյանը եկավ ազգային ժողով դες հարցրեց։ Մենք այդ ժամանակ ազգային ժողովում չենք, դրոցում է։ Մեր կուսակցությունը ազգային ժողովում չէր 20 թվական։ Վայ։ Լավ էլի նարեկին պատասխանեմ։ Նախ որ դուք ասում եք ով անմեղա թող Վրաց քարքսը Քրիստոսն է ասա, ես չեմ ասել։ Բայց չէ կարծում որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին ընտրելու եւ հետո նրա այդ կոալիցիա կազմելու համար դաշնակցության ուղղությամբ պետքա տուֆի բլոկներ էլի նետեն, չէ կարծում եւ մյուս հարցս մի անգամից տամ ԵՄ դիտորդների դուրս գալու դուք կողմ եք թե ոչ։ Մենք ԵՄ դիտորդների հետ կապված հիմա երկու հարց, ասկից եւ մի հարց։ Դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Լավ, հիմա մեզ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, եթե Հայաստանը գտնա որ պետքա դուրս գան, պետքա դուրս գան։ Բայց հիմա այս իշխանությունները համարում են, որ եվրադիտորդների արկայությունը խաղաղության էական բաղադրիչն է։ Եվրադիտորդների հարցում մեր վերապահում ինչին էր վերաբերվում։
Առաջինը մենք պահանջում ենք, որպեսզի համաձայնեցվի մանդատը, ինչի համար են դրանք այստեղ, եւ պահանջում ենք, որ Հայաստանի իշխանություններին իրավունք տրվի կազմը հաստատելու։ Դրա մասին էր խոսքը, ասկա մենք չենք ասել որևէ մեկը ստեղ անկարգ չպետք է գա։ Գալիս ես ովքերով է գալի եւ ինչի համար է գալի, այդ է խնդիրը։ Բայց եթե իրանք նպաստում են Հայաստանի անվտանգությանը, կայունությանը եւ այլն, կամ անկախ որևէ բանից, կարող է հյուրանոցում են ապրում, բիզնեսին են զարգացնում։ Եթե Հայաստանի ինքնիշխան դիրքորոշումը պահելն է, ով դա առավ Ադրբեջանը կամ ինչու պիտի Ադրբեջանը պահանջի եւ Հայաստանը դրան ենթարկվի։